գերտերությունների ղեկավարների քարտեզների դրական դիրքավորումները կկանխեն այդ ապագա սադրանքները Ադրբեջանի, այդպես ըստ աստղաբանության։ Եվ ահա, սիրելի հետևորդներ, պարբերաբար հարցադրումներում եւ ես նշում եմ, որ գերտերություններից Ռուսաստան եւ ԱՄՆ այդ երկու գերտերությունների ղեկավարները, քանի որ գիտեք, նրանք ծնվել են օդի ազդեցության տակ, նրանց քարտեզները գտնվում է բարենպաստ այդ հարաբերակցություններում, որի հիմնական դերակատարը Յուպիտերն է, Յուպիտերը երկորյակի կենդանակերպում, այն այդ հարաբերությունը դեռևս կայուն է պահում մինչ 2025 թվականի հունիսի 9-ը, այնտեղ նշում են, որ գերտերությունները հնարավոր է սաստեն, չթողնեն եւ ինչ է տեղի ունենում այդ լարված իրավիճակները, երբ որ մոտավորապես մեկ շաբաթ 10 օր առաջ է լինում, դա Մեղրիի այդ սահմանագծին, այդ հատվածում են լինում այդ դիվերսիոն հարձակումները ամենայն հավանականությամբ եւ երկու կողմերը Հայաստանը եւ Իրանը յուրաքանչյուրը իր տարածքում զորավարժություններ է անցկացնում, փորձելով կանխել Ադրբեջանի կողմից նախատեսվող սադրանքը։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ նաեւ հույսով եմ, որ մոտակա օրերին արդեն իսկ սահմանային լարվածությունը ըստ աստղաբանական կանխատեսումների թույլանում է, մեր թշնամիներից Ադրբեջանի ղեկավարի քարտեզը գտնվում է բարդ մոլորակային դիրքավորումների ազդեցության տակ, ահա այստեղ կներկայացնեմ, ահա սիրելի հետևորդներ, երբ մենք դիտարկում ենք նրա քարտեզը, տեսնում եք այծեղ ջուր է նա, Մերկուրին, Սատուրնը գտնվում են այծեղ ջուրի կենդանակերպում, միշտ ասում եմ հրաշալի մոլորակային դիրքավորումներով ծնված եւ նաեւ իր քարտեզը գտնվում է բացառիկ դրական դիրքավորումների ազդեցության տակ իրենց պետության քարտեզի հետ եւ պատահական չէ, ես կարծում եմ, որ այդ ամենը հաշվարկված է եւ հաշվարկված է Մեծ Բրիտանիայի լավագույն աստղաբանների կողմից եւ եթե ոչ Ադրբեջանի այդ աստղաբանների կողմից, որոնք քիչ չեն, մոտ 1 տասնյակի են հասնում, եւ հաջորդ հարցն է ծաղկում այստեղից, միշտ ինձ հետևորդները հարցնում են, արդյոք չկան օրեր Ադրբեջանի քարտեզի այդ պետության կամ նրանց նախագահի քարտեզի հետ կապված բարդ օրեր, սիրելի հետևորդներ, այդ բարդ օրերը նշում եմ, միշտ ինձ հարցնում եք, չկա, նշում եմ, այո, հենց ամսի 18-ին, ապրիլի 18-ին, երբ որ արդեն իսկ Մարսը անցնում է առյուծի կենդանակերպ, այստեղ շատ հետաքրքիր դիրքավորում, նա ուղիղ կանգնած է այդ մի քանի օրը եւ այս պահին էլ, երբ որ արդեն մեր հաղորդումը հեռարձակվում է եւ նաեւ նկարահանման օրը, ասեմ ձեզ, որ հաղորդումը նկարահանվել է ամսի 16-ին, հեռարձակ